Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների դեմ հարուցված մեղադրական եզրակացությունները ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան։ Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտնել է ԱՊԱ գործակալությունը, նշելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը մեղադրականները հաստատել է նախօրեին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին մեղադրում են մի շարք ծանրագույն, այդ թվում նաև ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու հոդվածներով։ Առաջարկվել է նաև, որ գերիների դատավարություններին հայկական կողմը ևս մասնակցի։ Մոտորերս մի հատ լավ բացահայտում է լինելու, բայց ոչ են դաշնում, որ դուք եք փնտրում։ Դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, շեշտելով այն Հայաստանի համար շատ կարևոր է և հանրությանը անպայման կներկայացվի։ Հարցին, թե բացահայտումը անվտանգային ոլորտին է վերաբերում, Քոչարյանը պատասխանել է. Միարժեք անվտանգային, բայց դրանք հիմա ես որպես հանձնաժողովը կարող տեղեկացված եմ, բայց ես չեմ կարող այդ մասին բարձրաձայնել, հակառակ դեպքում դուք Ազատություն ռադիոկայանը դա այնպես կթելեք, որ կստացվի պետական գաղտնիքը հրապարակել։ Բայց կոռուպցիոն, հա։ Ոչ կոռուպցիոն, ավելի մեծ վտանգ ներկայացնում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են հայերը օդանավակայանում դիմավորում աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին։ Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Աֆրիկացի երեխաները Ռուանդայից երգում և պարում են հայկական երաժշտության ներքո։ Մենք սիրում ենք Հայաստանը և հայկականը։ Շնորհակալություն բոլոր հայերի մեր տեսանյութը դիտելու և մեր հանդեպ ձեր սիրո համար։ Մենք սիրում ենք ձեզ, սիրում ենք Հայաստանը։ Այս մասին գրել են երեխաները իրենց տեսանյութին կից։ Պատկերավոր տեսանյութը հրապարակվել համացանցում, որում նկարագրվում է Սուրբ Էջմիածնի մայր տաճարը։ Ըստ այդմ այն ոչ միայն ճարտարապետական գլուխգործոց է, այլև Հայաստանի հոգևոր ուժի և պատմական նշանակության խորհրդանիշ։ Այս Սուրբ վայրի վերջին վերականգնումը նրան վերադարձրեց իր նախկին շքեղությունը։